Պաշտոնն ստանձնելուց ավելի քան 4 ամիս անց Հայաստանում է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն։ Ազգությամբ թուրք քարտուղարը Երևան է եկել այն օրերին, երբ Հայաստանի իշխանությունը ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու իր տարբերակն է առաջարկել Բաքվին։ Հայտնի չէ, արդյոք այդ առաջարկը քննարկել է Սինիրլիօղլուն Փաշինյանի հետ։ Պաշտոնական հաղորդագրության մեջ որևէ խոսք չկա այն մասին, թե Մինսկի խմբին առհասարակ անդրադարձ է եղել հանդիպման ժամանակ, բայց թուրք պաշտոնյան հույս է հայտնել, որ հնարավորինս շուտ կկնքվի խաղաղության պայմանագիրը։ Տարածաշրջանում խաղաղության հասնելու հնարավորություններ կան ու պետք է դրանք օգտագործել, հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը։ Նա նաև վստահեցրել է, որ ԵԱՀԿ-ն շարունակելու է նպաստել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, որովհետև Հարավային Կովկասը ԵԱՀԿ-ի համար ունի ռազմավարական նշանակություն։ Մինսկի խումբը լուծարելու հարցը քննարկել են Հայաստանի արտգործնախարարն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը։ Միրզոյանը հայկական կողմի մոտեցումն է հայտնել Սինիրլիօղլուին։ Հայկական կողմն առաջարկել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու հայտը ստորագրել խաղաղության պայմանագրի հետ միաժամանակ։ Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ Սինիրլիօղլուի դիրքորոշման մասին ոչինչ չկա պաշտոնական հաղորդագրություններում, բայց հայտնի է, որ 13 տարի առաջ, երբ նա Թուրքիայի փոխարտգործնախարար էր, ուզում էր օգտագործել ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծագործ գաղափարների ու նախագծերի խթանման համար, որոնք նոր հեռանկարներ կբացեն Ղարաբաղյան կարգավորման ուղղությամբ։ Ղարաբաղյան հակամարտության ստատուս քվոն անընդունելի է, հայտարարել էր Սինիրլիօղլուն Դուբլինում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստում։ ԵԱՀԿ Մինսկի խումբը արդյունավետ օգտագործելու հնարավորությունների մասին ինչ է հիմա մտածում թուրք պաշտոնյան, որ գլխավոր քարտուղար է դարձել այն կառույցում, որ ստեղծել է Մինսկի խումբը ու ունի այդ խումբը լուծարելու բացառիկ իրավունքը։ Հնարավոր է, որ հիմա, երբ ռուս-ուկրաինական պատերազմից հետո իրարից նեղացած ԵԱՀԿ համանախագահները չեն հանդիպում, Ադրբեջանն այդ ֆոնին պահանջում է լուծարել իր բառերով անպետք կառույցը, իսկ Թուրքիայի համանախագահող երկիր դառնալու ջանքերը չեն հաջողում, Սինիրլիօղլուն փորձի նպաստել խմբի վերջնական լուծարմանը։ ԵԱՀԿ-ում որոշումներ ընդունվում են կոնսենսուսով, համախոհությամբ եւ որևէ մեկի կոնկրետ ցանկությունը չի կարող դառնալ որոշում։ Այդ պատճառով Ադրբեջանը Հայաստանին է ճնշում խումբը լուծարելու հարցով, վախենալով, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ 3 տասնամյակ զբաղված միջազգային ձևաչափը մի օր նոր շունչ կստանա։ Այս սցենարը չի բացառում ընդդիմադիր պատգամավորը։ Գործընթացը կանգ է առել որպես գործընթաց Մինսկի խմբի, սակայն այդ մանդատը չի վերացել, խոսքը դրա մասին է, դրանք նախ իրարից պետք է տարբերել։ Գործընթացն այո տեղի չի ունենում, որովհետև 3 հիմնական կողմեր համանախագահներ ունեն իրենք իրենց մեջ կոնֆլիկտ եւ մեկը մյուսի վրա է դե բարդում։ Գործունեությունը վերաթարմացնելու հիմքեր ունի Մինսկի խումբը, բացի այն, որ Ղարաբաղյան հակամարտությունը լուծված չէ, Արցախայության իրավունքները կոպիտ ոտնահարված են։ Չի կարող համարվել Ղարաբաղյան կոնֆլիկտը գոյություն չունեցող, ինչպես դա ուզում է ներկայացնել Ադրբեջանը, քանի կա առնվազն 150,000 մարդ, որ ունի հստակ իրավունքների ոտնահարման մեծ փաթեթ։ Արցախայության իրավունքների մասին նույնպես հիշատակում չկա Սինիրլիօղլուի երևանյան հանդիպումների մասին հայկական կողմի հաղորդագրություններում։ Նա տարածաշրջանային այցով է Հայաստանում, ամենայն հավանականությամբ նաև Ադրբեջան կգնա։ Լիլիթ Սարգսյան, Կարինե Մանգասարյան, Միլենա Պողոսյան և Սմբատ Ասլիկյան, Հայլուր։